Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իհարկե 4 ժամ քննարկումից հետո հոգնած ենք, պարոն Բագրատյան, մեզ լսողներն էլ երևի մտածում են հարևան երկու պետություններ հեսա իրար կվերացնեն, մենք ձայներ ենք քննարկում եւ առհասարակ ինչի անհանգստացնում երաշխիքությունա դեռ չեմ ծերացել այդքան, բայց անկեղծ հարց ունեմ, ոնց է վերահսկման գործընթացը պատկերացնելու, այսինքն պարեկները կամած մոտենալու են կողքից ինչ որ դեցիբելի ապարատ են միացնելու, կամ ասելու են կանգնացնելու, պայնացնելու են բարձրացրու, ասելու ես այդքան չէի բարձրացրել, այսքան էի բարձրացրել, դուք լավ չեք այդ պահին ֆիքս է, այսինքն խնդիրներն առաջանալու եւ ունեն հագեցվածություն արդյոք այդ ապարատների, ես կներեք որ միշտ ինչ որ օրենքի նախագծին սկսում եմ սողանցքներ գտնել, զուտ այդ դրանից չի որ տենց եմ ուզում անեմ, ես ուղղակի տեսնում եմ միանգամից բացերը, պարեկը մոտենալու է, ասելու է ֆիքսել եմ, ասելու է չես ֆիքսել, այսքան էր, մի հատ երկու աստիճան իջացնելու է, դեցիբելները համապատասխան վեճ առաջանալու, տեղ ոնց է ապացուցվելու այդ պահը տուգանելու, վիճաբանություն չառաջացնելու, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Պողոսյան, եւ շատ կարևոր է, որ ասում եք, ես ցավոք սրտի նկատում եմ բացերը, մեր համար խիստ կարևոր է, որ մենք անընդհատ հարցերով կարողանանք մանրամասնել եւ գտնել, եթե կա բաց, իհարկե լրացումները անենք։ Հիմա տեսեք, մեր խնդիրը մենք ոնց ենք դրել։ Մենք ասում ենք, այն ինչ որ ցանկացած մեքենա գործարանային վիճակում է, դա ընդունելի է։ Լինի իր երաշխությունը բարձր թեցած, դա անհնար է, որ միջազգային նորմերին համապատասխանող չլինի։ Այն ինչ որ դրվելու է լրացուցիչ, այսինքն քաղաքացին որոշել է օրինակ իր խորհրդային արտադրության նիվայի վրա տեղադրել հսկա բամպերներ եւ ինքնարտահայտման այդ ոճը ցածր մշակույթի պայմաններում ինքնադրսևորվելու ձև ունի այս մարդը, բայց ինքը դրանով բոլորիս նյարդերի հետ խաղումը ստրես առաջացնում, անհարկի բարձր երաշխության մասին է խոսքը, ոչ թե սովորական բարձրության, եւ այդ կրկնացող երաշխությամբ ինքը մոտենում է մի մարդու տան մոտ, որտեղ ներողություն թաղում է օկեանագստի արարողությունը եւ այլն, եւ սա անհամատեղելի է հանրային մեր կարգավորումների հետ։ Մենք համաձայն չենք, որ որևէ քաղաքացի ինքնադրսևորման ձևը փաթաթի մեր պարզ քաղաքացիների շլինքին։ Եվ նաեւ ինչպես դա գտնել, ինչպես տեղորոշել, դա շատ հեշտ է։ Նախ ենթահորիզոնական ակտով տեղ զննումը անցկացնելու ժամանակ բացի իր գործանային վիճակից մնացած ամեն ինչ հանվելու է եւ դա ենթահորիզոնական ակտով մենք կարգավորելու ենք, այսինքն գործանային բացի ինչ դրվել է պետք է հանի, հեռացնի։ Երկրորդը, սրանք այնքան ակնհայտ երևույթներ են, որ նույնիսկ օրենքի ընթերցման պահին կառավարությունում քննարկելիս փոխնախարարներից մեկը ասաց ես որոշել էի Պուշկինի վրա տունս վաճառել, բայց եթե այս օրենքը ընդունվի, վստահացնում եմ, որ առողջույթ կհանեմ այդ վաճառքի հայտարարությունը։ Ասես ես այնքան եմ հոգնել այս երաշխությունից, այնքան եմ հոգնել այս աղմուկից, որ իսկապես ուղղակի անհնարին է կենտրոնում հանգիստ ապրելը։ Սա ես կառավարությունից արձանագրվել է, բոլոր գիտեք, որ չեմ կարող սոցիալական եւ աշխատանքի հարցերի։ Ավարտեցիք, խնդրեմ արձագանքեք, անցնենք առաջ։ Պարոն Բագրատյան ջան, հանրային վայրում համակեցության կանոնների պահպանումը իմ համար էլեմենտար դաստիարակություն է, դա քննարկման ենթակա չի, բայց էլի բացերի մասին դուք ասում եք, այն 06, չգիտեմ, Mercedes, BMW գործարանային չի, մարդը լրացուցիչ դրելա, չգիտեմ, գովազ չնչին, Pioneer Mabani ֆիրմայի դինամիկներ։ Քաղաքացին ասում է դրել եմ, երբ որ ես ընկերներիս հետ գնալու եմ անտառում բարձր միացնելու ենք, ուրախանալու ենք, որ իրավական նորմով ես խլում մարդու սեփականությունը իր ձեռքից։ Ասում ես ոչ քաղաքում միացրել եմ, ոչ դեր թվարկած թաղման կամպանի խիդայի վայրերում գնացես, ու անդաստիրակ մարդ չեմ, իմ սեփականությունը իմ մեքենայի վրա դեց, երբ որ կգնամ քաղաքից դուրս անտառի մեջ կմիացնեմ, հանցանք չի գործել մարդը, ոնց են գույքը արգրավում։ Շատ լավ տեղին հարց է, Տիկին Պողոսյան, բայց խոսքը վերաբերում է ստանդարտին չհամապատասխանող սարքավորումների մասին։ Այսինքն Pioneer մագնիտոֆոն, Pioneer այնպիսի հայտնի ընկերություն է, որ չի կարող ստանդարտին չհամապատասխանող որևէ սարքավորում արտադրել։ Բայց ինքը գործարանային է եւ մենք չենք կարող ասել գործարանային արտադրության այս նվագարկիչը մի փոխարինի միսով։ Մենք իրան ասում ենք ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ տեղադրված։
Այսինքն մենք կարևորում ենք, փաստում ենք այդ բանը, այսինքն այդ բամպերները որևէ տեղ նշած չի, որ դու իրավունք ունես նման ուժեղացուցիչներ դնել։ Նրանք մեքենայից մեծ են, հաճախ տեսնում եք մեքենաների վրա են դնում դրանք, այնքան հզոր են, որ դնում են մեքենաների վրա, մեքենաներից մեծ սարքավորումներ։ Շատ լավ, պարոն Բագրատյան, դուք Պուշկինի փողոցը նշեցիք, բայց ամենաշատ Ղալմաղալը Թումանյան փողոցում է։ Եվ այդ հատվածը ոնց որ մոգական sense եւ բանի խլացուցիչների մասով եւ ձայնը գրր եւ այլն։ Ամեն դեպքում պարոն Բագրատյանին հարցերը ոնց որ ավարտվեցին։